Հուսալիություն, նորարարություն և թափանցիկություն։ Առկա ազգային վճարային համակարգը նոր փուլ է բացում, ներկայացնելով իր զարգացման տեսլականն ու ժամանակակից լուծումները։ Հրավիրված ասուլիսի ընթացքում ընկերության ներկայացուցիչներն ընդգծեցին, որ նպատակը ոչ միայն անվտանգ և անխափան վճարային միջավայր ապահովելն է, այլև ազգային վճարային համակարգի դերի ամրապնդումը։ Մենք մեր համար որպես շեմ սահմանել ենք, որ առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է ձգտենք, որ համակարգային հասանելիություն լինի 99.982%, դա մոտ տարեկան 1.6 ժամ անհասանելիություն է իրանից ենթադրում, դա լավագույն ցուցանիշն է, որը որ տերմին կա, Tier 3 ցուցանիշն է, որին որ ձգտում ենք։ Ընկերության գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանի խոսքով 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 99.780%, իսկ վերջին 6 ամսվա տվյալներով արդեն իսկ 99.991%։ Անցած տարի արձանագրվել է 4 խոշոր միջադեպ, համակարգը 17 ժամ անհասանելի է եղել։ Պատճառներն ուսումնասիրվել են և դրանցից քաղված դասերի հիման վրա իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ։ Ինչպես տեսնում եք, 2026 թվականին հասանելիությունը կազմում է 99.999%, սա պատահարներով, այսինքն 6 րոպե է եղել ընդամենը 6 ամիսների ընթացքում անհասանելիությունը, 6 րոպեն էլ դա մեր պլանային աշխատանքների ժամանակ համակարգի վերագործարկման, այսինքն այդ ռեստարտի միլիվայրկյանների հանրագումարն է, որ 6 ամսվա ընթացքում 6 րոպե է։ Իսկ արդեն ընդհանուր որ գրել ենք 99.991%, դա պլանային աշխատանքները ներառված են, որը ընդհանուր 6 ամսվա տվյալով 49 րոպե է եղել անհասանելիությունը։ Առկան ստեղծվել է 2000 թվականին Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի մասնակցությամբ։ Այսօր ընկերության բաժնետոմսերի 55%-ը պատկանում է Կենտրոնական բանկին, իսկ 45%-ը 15 առևտրային բանկերի։ Ընկերության խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը առանձնացրեց վերջին տարիներին առկայում իրականացված կառավարման կադրային և տեխնիկական վերափոխումները։ Մեր համար առանցքային նշանակություն ունի, որ Առկան հանդիսանում է Հայաստանի վճարային համակարգի սուվերենության, ինքնիշխանության, ինքնաբավության կարևոր օղակներից մեկը, վճարային ծառայությունները, տեսնում եք ինչ արագ զարգացումներ են ունենում աշխարհում եւ մենք էլ փորձում ենք մեր ընկերությունում ապահովել այդ նորարարության ընթացքը։ Առկա համակարգը տարբերվում է նաև իր աշխատելավոճով, ընդգծում է խորհրդի անկախ անդամ Արա Աբրահամյանը։ Ըստ նրա, թվային դարաշրջանում փոխվել է խորհրդի եւ խորհրդի անդամների դերը։ Մենք համատեղում ենք այն դասական աշխատանքը հանձնաժողովների ներսում, ոչ ֆորմալ թեմատիկ քննարկումների ձևով, մասնագիտական խորը քննարկումների ձևով եւ ինչու ոչ, երբ որ ասենք հարցերը վերաբերվում են ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպիսին են ասենք նույն stable coin-ները կամ ասենք օգտագործումը արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների օգտագործումը ենթադրենք թե նոր պրոդուկտների կամ պրոդուկտների զարգացման հետ կապված։ Առկան զարգացնում է ակնթարթային փոխանցումների Առկա Pay համակարգը, միասնական QR վճարումները եւ նախատեսում է ընդլայնել քարտային ծառայությունները։ Համակարգին արդեն միացել է 12 բանկ եւ 1 վճարահաշվարկային կազմակերպություն։ Համակարգի միջոցով փոխանցումները կատարվում են 24/7 ռեժիմով, իսկ հունիսի վերջի տվյալներով փոխանցումների ծավալը հասել է մոտ 3.7 միլիարդ դրամի։ Քեշբեքի ժամանակ բազմաթիվ հարցեր ենք ստանում, իսկ երբ հնարավոր կլինի Առկա քարտը գցել Google-ին կամ Apple Pay-ին, մեր կանխատեսումով տարեվերջ կամ հաջորդ տարվա առաջի եռամսյակի առաջի կեսին արդեն Google Pay-ում հնարավորություն կլինի գցել եւ օգտագործել Առկա քարտերը, իսկ արդեն Apple Pay-ը կլինի 2027 թվականի երկրորդ կիսամյակին։ Առկան առաջիկայում նաև նախատեսում է ընդլայնել միջազգային համագործակցությունը։ Աշխատանքներ են տարվում Հնդկաստանի, Վրաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ուզբեկստանի եւ Ղրղստանի ազգային վճարային համակարգերի հետ։ Պրոցեսը վարում ենք ոչ միայն Առկա Pay փոխանցումների մասով, այլ նաև Առկա քարտերի մասով, ու որպեսզի օրինակի համար նույն Bank of Georgia-ի հետ պայմանության շրջանակներում հաջորդ տարի հնարավոր կլինի Առկա քարտով նաև Վրաստանում վճարում կատարել, այսինքն վիզա կամ Mastercard-ի անհրաժեշտություն Վրաստանում գործարք կատարելու մասով չենք ունենա։ Կառավարության հետ համատեղ իրականացվող 2% հետվճարի ծրագրով արդեն շուրջ 2 միլիարդ դրամ է վերադարձվել քարտապաններին։ Վերջին 5 ամսվա տվյալով թողարկվել շուրջ 290,000 նոր Առկա քարտ, իսկ ընդհանուր շրջանառության մեջ առկա է մոտ 1 միլիոն Առկա քարտ։
Շուկայի մասնաբաժնի առումով ընկերության ցուցանիշը հասել է մոտավորապես 24-ից 25%-ի։ Ընկերությունից հայտնում են 2025 թվականին քարտային գործարքների ծավալը կազմել է 18.23 տրիլիոն դրամ, իսկ գործարքների քանակը ավելի քան 1 միլիարդ։